Ժամանակակից կնոջ համար, առաջադեմ կնոջ համար կարևոր էր կնոջ ազատագրումը ընտանեկան կենցաղային բեռից ծննդաբերության ապառատ չլինի, էլի ոնց ասում եք։ Դասական ֆեմինիզմ է։ Այսօր ընտրել ենք հայ կին առաջին վիպասանին, Սրփուի Տյուսաբին կամ Սրփուի Վահանյանին, որովհետև ժամանակի է թոբոյի մեջ եղել է, բոլոր հայտի մարդկանց հետ եղել է, կապերի մեջ է եղել, ծանոթության մեջ է եղել, լիքը բան է գրել, լիքը բան է արել ու տես մտել է պատմության մեջ։ Սրփուի Տյուսաբը միանգամից չի սկսել գրել։ Սկսում է հոդվածներ գրել ֆեմինիզմի մասին։ Հիմնականում ամուսնության մեջ գտնվող կանանց ծանր կարգավիճակի մասին, այդ հոդվածներից հետո իր անունը արդեն թնդում է, արդեն բոլորը ճանաչում են իրան ու ինքը ապրել, այնպես ապրել։ Դուք ես քո ոչնչությունը կանջա։ Գրողը գաղափարների եւ ժամանակների ձևավորողն է։ Ողջունում ենք մեր սիրելի դիտողներին, լսողներին, հետևողներին, եթերում Չարքաստի 16-րդ թողարկումն է, 16 անգամ մեզ դիմացել եք, մենք էլ ձեզ շատ սիրում ենք դրա համար։ 15 անգամ են դիմացել, էսի հենց դիմանան են, ավանսով ես խոսում, ավանսով եք դիմացել։ Շնորհակալություն մեզ հետևելու, դիտելու, լսելու, Patreon դառնալու, ֆինանսապես աջակցելու, կոմենտելու, տարածելու համար։ Հələ 1000-ին չենք հասել օբելյանական YouTube-ի, որպեսզի մոնետիզացիան միացնենք, բայց համարյա թե բան չի մնացել, տարածեք, լայքեք, օգնեք մենք հասնենք։ Այո, մենք մոտ ենք այդ միլիոնավոր դոլարներին, այո, միլիարդատեր դառնալու ճանապարհին մոտ ենք։ Այսօր խոսելու ենք, քանի որ բազմիցս խոսք ենք տվել, խոսելու ենք կին գրողներից եւ ոնց որ ֆեմինիզմի ուղղությունը մեր մոտ բաց է, որպեսզի չմտածեք շատ ինչ որ մասկուլին միջավայրում, մենակ տղամարդկանց գրականությունից ենք խոսել, տղամարդկանց կողմից ստեղծված գրականությունից ենք խոսելու։ Այսօր ընտրել ենք հայ կին առաջին վիպասանին, Սրփուի Տյուսաբին կամ Սրփուի Վահանյանին, Արևմտյան Հայաստանից, այսինքն Ստամբուլից, Պոլսից, այն ժամանակ Պոլսից, խոսելու ենք իր ժամանակի գրականության, մարդկանց, քաղաքականության, արվեստի մասին, ընդհանրապես ով էր Տյուսաբը, ինչ միջավայրում էր ապրում, ինչ միջավայրում էր ստեղծագործում, ինչ կարող էր անել 19-րդ դարի 1860-ականների 19-րդ դարի երկրորդ կեսի կինը Պոլսում, ընդհանրապես հայ կինը, Օսմանյան կայսրությունում ընդհանրապես Չնայած պոլիսը այդ իմաստով մի քիչ երևի ուրիշ է, այո, դրա համար եմ ասում պոլիսը, հա, դրա համար Օսմանյան կայսրություն չեմ ասում, որովհետև այնտեղ ոնց որ Երևանում մնացած Իմիջիայլոց իրանց այդ բանը, հետաքրքիր մի հատ բան ասեմ, էլի ոնց որ շեղվենք, բայց հետաքրքիր բան ասեմ, հիշում ես մի բան, որ բան էր եղել, Թուրքիա երկրաշարժ էր, ու ցույց էր տալիս այդ երկրաշարժից տուժած այդ հատվածները, այնտեղ հատվածներ կային, որ ոնց որ դե մենք ոնց է պատկերացնում ենք պոլիսը, էլի, ոնց որ Ստամբուլն ենք պատկերացնում, Թուրքիան այդ ոնց որ Անտալիա բան այդ լավ տեղեր է, էլի, տենց համով տեղերը, ու ցույց էր տալիս Էրդողանը այդ քանդած տեղերով, որը այդքան է պոլիս չէր, բան չէր, հաց էր շպրտում մարդկանց վրա, sense բանը ավտոբուսով գնում էր, sense հաց էր։ Ու ընդհանուր այդ բանը նկատի ունեմ միջև հիմա էր, ու ես հիշում եմ փոքր ժամանակ շատ կար այդ խոսակցությունը, որ օրինակ ես Արևմտյան Հայաստանի կողմը չեն զարգացնում, չի զարգանում, քրդերի մասը։ Քրդերի մասը, բան չէ։ Կարամ քեզ գաղտնիք բացեմ իմ dirty pleasures հայերեն չգիտեմ ոնց կլինի, էլի dirty pleasure-ից մեկը Էրդողանի նախընտրական հոլովակները նայելն է։ Հա, կատաստրոֆա է։ Այնտեղ երկերը, մերքերը, չգիտեմ այդ ամեն ինչը, բացի հացը նաև քեշով փող է բաժնում երբեմն։ Վիդեոներ 10 ձեռը փող է։ Շմայսը որ ասում են ասֆալտի գյադում բերեք, ասում են ասֆալտի հիմ։ Չէ, հիմա դու ասում ես հաց բաժնել եմ տեսել, բայց ավելի քեշով փող ապեր։ Քեշով փող է բաժնում, էլի, այսինքն հա այդ բանը կա, եթե թուրքական միջև հիմա էլ փաստացի հա պահպանվել է այդ բանը, էլի, այսինքն պոլիսը առանձին, Ստամբուլը առանձին, Անկարա Ստամբուլը առանձին, մեծ քաղաքները առանձին, որովհետև այնտեղ բանի հարց կա, էլի, ասենք օրինակ ինձ միշտ բան է եղել, որ ընդհանուր հայերի վիճակը ու ոնց որ Ստամբուլի հայերի վիճակը, ուրեմն 1840-ականներ Օսմանյան կայսրություն, պոլիս, կայսրության մայրաքաղաք, ամենազարգացած քաղաք, ամենաառաջադեմ քաղաքը, մշակույթ, արվեստ, բուրժուա, այն ինչ որ կարող լիներ այդ ժամանակվա պոլիսում։ Պարզա որ այդ ժամանակվա Փարիզը չէր, Բերլինը չէր, Վիեննան չէր, բայց պոլիսն էր։ Պոլիսն էր, հա։ Այո, Օսմանյան կայսրությունն էլ տենց
եվրոպացիների համեմատ էր հետամնաց, բայց այնպես չի որ արևելքի համար շատ հետամնաց էր էլի։ Ու ֆրանսիական հեղափոխություն ա եղել, ազատության, եղբայրության, հավասարության գաղափարները Նապոլեոնն էլ նաև մինչև 1830-ական 1810-ական էքսպորտ արել դուրս, ընդ որում հատուկ հետազոտություններ կան, թե Նապոլեոնը խի էր ֆրանսիական հեղափոխության գաղափարները էքսպորտանում, հատկապես Բալկաններ ու Օսմանյան կայսրություն, որպեսզի բան աներ, քայքայր փլուզեր ու գրավեր դրանք։ Հասկացել էր կոպիտ ասած բաներ էլի դեմոկրասի էքսպորտ soft power հա դեմոկրասի էքսպորտ արել էլի ջոկեր ոնց այսպես ու հատկապես Բալկաններում ու նաև Օսման կայսրության վրա էր աշխատում էլի որովհետև դե ուզում էր էլի ոնց որ Բոսֆոր դարդանել ինքն է տիրապետ էր էլի այդ իրավիճակում Կոստնապոլսում նաև հայկական բուրժուազիան զարգացած տարածված ընդ որում թե Պոլսից են թե նաև եկած Մյուրնիայից են եկած Կեսարիայից են եկած մնացած հայաշատ քաղաքներից են եկած դե ոնց որ մարզային հարուստ ես, մարզային բուրժուա ես, հետո որ գործ է դզմես գալիս ես մայրաքաղաք։ Երևանում եք արագ շատ տեսնեք էլի, հիմա դե լիքը փողան։ Բանը ոնց է Հակոբ Պարոնյանի մեծապատիվ մուրացկաններում ոնց էր, ով էր Մարկոս աղան էր, թե ով էր, որ եկել էր։ Մեծապատիվ մուրացկանները ոնց է սկսում ամենասկզբից ինչ որ հարուստ հայ ռայոնից գալիս է պոլիս Ինչնում է նավից, այնտեղ մեկը գալիս է ասում է կարաս, ուզեք ձեզ նկարեմ, ֆոտոյի գյուտը նոր է մտնում, աղան ասում է կարաս, այնպես նկարես, որ կովերս ոչխարն ես ու հողերս էլ Երևան այդ նկարի մեջ։ Մասս է։ Հա, այն որ ասում է ծառաներս այդ շատ կոմիկ կտոր է, այդ ամենասկիզբը ասում է, այնպես նկարի, որ կովերս, ոչխարներս, հողերս, ծառաներս, սա Երևան մեջ է, էլի։ Հիմա նույն ձևի Սրբուի Վահանյանի հայրը մարզային բուրժուա էր, հարուստ էր, որ եկել էր պոլիս շարունակել իր բիզնեսը, հետո մահացել էր այդ մարդը, շատ երկար չէր ապրա, ու Սրբուի Տյուսաբը մնացել էր ոնց որ մոր հոգացան տակ, բայց հարուստ էին, այս ամերայի ընտանիք էր էլի, լավ դզված էին, ապրում էին Օրթաքոյում, Օրթաքոյը որ պատկերացնես հայկական աղբյուրները միջագյուղ են ասում, այսինքն եթե Պարոնե Անոհյան բան այդ ժամանակվա արևմտահայ գրականությունը որ կարդաս, միջագյուղն է ինքը արևմտ բանն է, եվրոպական ափն է Պոլիսի ձախափը աչափը այսականն է ձախափը բանն է որ արդեն օրբելից մտնում ես Բաղրամյան այդ կոմեր էլ մոտավորապես Եվրոպա որ մտնում այո ու հարուստ ընտանիք են կապեր ունեն ֆինանսական հնարավորություններ ունեն տնտեսական ամեն ինչը տեղն է դյուսաբա սովորում է Պոլսի ֆրանսիական դպրոցում բարձր փող է պետք լավ դրա համար Դրանից հետո հա ուզուգար նաև ախպեր այդ ժամանակ Ֆրանսիայում է սովորում հետո գալիս ինքն է զբաղվում դյուսաբը այո հետո գալիս է սկսում է քրոջը ոնց որ կրթել ուղղորդել վերջը մեծ ախպեր ֆունկցիաներ է կատարում առանց էր ու դյուսաբը քիչ դարբան է իր ժամանակի համար դառնում է ամենակրթված ամենախելացի ամենաազդեցիկ կանանցից մեկը այդ է բանը էլ մեծ ախպոր պահով ասեմ, որ ոնց որ դա կարող մեծ ախպոր ֆունկցիա լինի, էլի, մենակ աղջկա ուզողներին ծեծելն ու բանը չի, յուբկի վրա մունատ գալը չի, տես ինչ առաջադեմ բանը չէ, մարդը գնացել է Ֆրանսիա սովորել է այդ բաներով, գաղափարներով լցված, որ կանանց պետքա կրթել, պետքա կանայքեն մասնակցեն այդ ամեն ինչին, մշակութային քաղաքական կյանքին, ինքը եկել է իր քրոջը փաստացի բանը կրթել է, նաև ուղղություն է տվել, էլի։ Իհարկե Ծերենցի աղջկա Թագուհի Շիշմանյանի հուշերում կա որ նաև այդ Սրբուի Վահանյանի հա դյուսաբը ոնց որ մենք առանց Սրբուի Վահանյան Սրբուի Տյուսան եք ասել որտեղ Վահանյանն իր հորական ազգանունն է իսկական ազգանունն է դյուսաբը ամուսնու ազգանունն է էլի որտեղ ֆրանսիացու հետ ամուսնանում կգան կլե դրան էլի վերջը բայց նաև մայրն է զբաղվում աղջկա կրթությամբ մեր ու աղջիկ զբաղվում են որբերին սովալելու ինչ որ բարեգործական հիմնադրամ ընկերակցություն են բացում ոնց որ այն ժամանակ բարեխնամ ընկերակցություն են բացում ոնց որ այն ժամանակ են ասում ու զբաղվում են չգիտեմ աղքատ մարդկանց օգնելով կրթությամբ ինչ որ որբերի համար դպրոցներ խնամատներ բացելով հարուստ մարդիկ ինչով են զբաղվում այն ժամանակ որոնք հանրային ֆունկցիային իրենց վրա վերցնում զբաղվում էին թույլերին աղքատներին օգնելով ու նույն ձևի նաև օգնում էին սկսող գրողներին, սկսնակ գիտնականներին, սկսնակ արվեստագետներին, այս շատ կարևոր է ֆիքսել, որովհետև այսինքն մեկենասությամբ էին, էլի։ Այո, մեկենասությամբ էին զբաղվում, այսա շատ կարևոր է ֆիքսել, որովհետև Սրբուի Տյուսաբը միանգամից չի սկսել գրել, ինքը նախ ստեղծել է իր համար միջավայր, ընկերների, ծանոթների, բարեկամների, գրողներից, արվեստագետներից, ստեղծագործողներից ու նաև
ու դրա հաշվին է նաև ոնց որ եկեն, որ պետքա սկսի գրել բանադեմից բանաստեղծություններ, գրե հետո վիպասանությամբ զբաղվե պատմվածքներ, վեպեր եւ այլն, էլի։ Այս ընդհանուր հա ու ապրելա, ամուսնացելա իր Այնտեղ մի հատ կարևոր բան բաց թողեցիր Մկրտիչ Պեշիկ Թաշելյանի բանը, հեսա սալոններում առանձին կար, հա, մի հատ սպանենք, հետո էլի հետ կգանք, էլի։ Չգիտեմ, լավ շրջապատա ձեռք բերում, Պորսի երկրորդ ամենահայտնի հիմնադրամն է բացում, երկար ժամանակ դպրոցի ատենապետ է դառնում, բազմաթիվ երեխաների անվճար կրթություն է տալիս, իր սեփական փողերն է դնում, հայտնի է դառնում, լավ կրթված է լինում, այսինքն Սրբոյ Վահանյանը հունարեն, ֆրանսերեն, հայերեն գրում կարդում, շատ բարձր մակարդակի գիտելիքներ ու կրթություն է ունենում, ամուսնանում է իր երաժշտության դասատուի հետ Անրի Սաբի հետ, որը նաև համատեղության կարգով Օսմանյան կայսրության արքունիքի գլխավոր երաժիշտն էր ու նաև ռազմական Օսմանյան կայսրության ռազմական ոնց որ բանի այդ նվագախմբի ղեկավարն էր, երկու երեխա է ունենում, մի աղջիկը պատանեկության տարիներում Ֆրանսիա ման, 19 տարեկանում թոքախտից Սրբոյ Վահանյանն էլ 60 տարեկանում 60 թե 61 տարեկանում քաղցկեղից է մանում Ինչի գիտենք իր մասին, որովհետև ժամանակի է Թոբոյի մեջ եղել է, բոլոր հայտնի մարդկանց հետ եղել է, կապերի մեջ է եղել, ծանոթության մեջ է եղել, լիքը բան է գրել, լիքը բան է արել, ու տես մտել է պատմության մեջ։ Հայտնի է դառել հատկապես ինքը արդեն իր կենթանության ժամանակ հայտնի էր, այնքան հայտնի էր, որ նույնիսկ իր մահվան 1901 թվականին Լեոն իր համար Լեոն, ասենք Արևելյան Հայաստանում է Լեոն պատկերացը Շուշիում է Լեոն, էլի, բան է գրում, մահախոսական է գրում, շատ հայտնի է եղել։ Աճարյանը գիտեր, բոլորը գիտեն, էլի։ Ու տենց հիմա արդեն կարանք հերթով գանք, էլի։ Կարանք սկսենք սալոններից։ Այդ սալոնները մի հատ մշակութային հետաքրքիր ֆենոմեն են, էլի, որը ես Ինչ կապ ունի Սրբոյ Հյուսաբի սալոնը կամ ինչ են սալոնները, կարես, այո։ Դե սալոնները կարանք ընդհանուր խոսենք, որ իրանք ոնց որ եվրոպական երևույթ են։ Հիմնականում գլխավոր բանը ոնց է, այսինքն իրանք ստեղծման առաջին այդ բանը ոնց է լինում, որ դեռևս չափազանց մասկուլին հասարակություն է, կանանց դենց շատ տեղ չեն տալիս, այն իմաստով նաև օֆիցիալ կրթության մեջ, մշակույթի մեջ դենց շատ չկան, բայց կա այդ բուրժուազիայի ասվածը, կա այդ խավը, որը հասկանում է դրա կարևորությունը, ու նաև այդ խավը ունի կին, երեխա, աղջիկներ, բան, որոնք կրթվում են, ինչ որ բանի հասնում են ու պետք է այդ ինչ որտեղ արտահայտվի, չէ՞, այսինքն եթե ինքը օֆիցիալ չի կարող գիտությամբ զբաղվի, չի կարողանում նորմալ գրականությամբ զբաղվի, քաղաքականությամբ ընդհանրապես չի կարողանում զբաղվել, ինքը այդ ամբողջ այդ էներգիան ու ամբողջ այդ իր ամբողջ կրթությունը Ինչ որտեղ պետքա պարպի, չէ՞։ Facebook-ը չկա կոմենտներ գրի, այդպես ոդկաստ չի կարող անի, YouTube չկա, բան ոչ, mass media չկա որ ոդկաստ։ Ու գալիս է այդ սալոնների բանը, որը ոնց որ շատ հետաքրքիր միքս է, գիտես ինչի, այդ ինչ որ գլամուրային ակումբի ու մշակութային ինչ որ, չգիտեմ, ասենք թանգարան կլինի կամ ինչ որ բան, այդ մշակութային կենտրոնի ու գլամուր ակումբի ոնց որ ինչ որ մի միքս լինի, քանի որ այդ ժամանակ ոնց որ կրթված մասան նաև այն մասան է, որ հնարավորություն է ստացել կրթվելու, այսինքն ինքը արդեն ֆինանսապես էլ որոշակի բանի մեջ է կամ եթե անգամ ֆինանսապես ինքը չունի այդ հնարավորությունը, իր շրջապատը, այսինքն այն մարդիկ, ովքեր հասկանում են մշակույթից, ու կարող է զբաղվողների մի մասը չունենա գումար, բայց հասկացողները բոլորը ֆինանսապես ապահովված մարդիկ են ու ոնց որ իրենց ընկերներին լավ կնայեն, էլի։ Այսինքն ինքը ոնց որ համ բան էլիտա է, մշակութային էլիտա է, համ ֆինանսական էլիտա է մոտավորապես, որ պատկերացնեք ու իրենք տոգորված են, չգիտեմ, տարված են, շատ ուժեղ տարված են ֆրանսիական, հիմնականում ֆրանսիական այդ ազատականության մտքի, այդ հեղափոխության, այդ գաղափարների շուրջ շատ տարված են այդ դրանով, այդ ամեն ինչով, այնտեղ ու այդ սալոն ասվածը ինչ է, այսինքն պատկերացեք մի հատ մեկի տունն է, հա, մեկի տունն է, զալը Մեկի տանը հավաքվում են ժամանակի ամենա ոնց որ զարգացած խելացի մարդիկ, որոնք նաև ֆինանսապես ապահովված են, իրանց շատ բարեկիրթ են, շատ գեղեցիկ են հագնվում, չգիտեմ, վերջին այդ մոդայի պիկնաբան, ու այդ սալոնները հիմնականում կանայք են կազմակերպում։ Հիմա ոնց է, պատկերացրեք տղամարդը, ասենք, չգիտեմ, պաշտպանության նախարարն է Ֆրանսիայի կամ չգիտեմ ինչն է,
մարդը։ Իմ քայլը հիմնադրամի փոխարեն սալոնա սարքում էլի։ Հա, կինն էլ մի հատ սալոնը, այսինքն կինն էլ իրանց տանը հավաքում է, որը նաև ինչ որ իմաստով արդեն այդ մասոնական էֆեկտ էլ է խփում, որովհետև իրանք քանի որ այդ բոլոր այդ ուղեղները, ուղեղային կենտրոնները, ոնց են, չէ՞, սիրում իմ ասել, ուղեղային կենտրոնները հավաքվում են այդտեղ։ Ինքը նաև դառնում է առաջ գնալու միջոց այդ սալոնները, այսինքն այն մարդը, ով որ նոր սկսում է գրականությամբ զբաղվել, մենակ գրականություն չի միջալոց։ Ամեն ինչա դիվանագետ բան։ Քաղաքականությամբ սկսում է զբաղվել, ինքը ինչ որ սալոններ պետք է գնա։ Այդ սալոնները ոնց որ ինչ որ էլիտար կլուբներ են, որտեղ հավաքվում են այդ մարդիկ, ինքը պետք է, եթե այդտեղ ինքը կայանում է, ինքը ոնց որ Իրականքի փոփոխական շահում է, էլի։ Հա, միկրոմոդելը լինի հասարակության, ամենակարևոր տեղը դու գնում ես այնտեղ կայանում ես։ Pitch ես անում, էլի։ Հա, ու վերջ դու արդեն IT-շնիկների համար ոնց է պատկացը գնացեք pitch եք անում, եթե ստացված pitch-ը, ներդրումներ եք ունենաք, կապեր եք ունենաք, աճ եք ունենաք, կամ գնում pitch ես անում, էլի։ Հա, դու եթե այնտեղ ինքը եթե նայես, օրինակ սովետի ժամանակ այդ դերը օրինակ կատարում էին այդ խմբերը, այսինքն գրողների միությունը կլներ, բան, այսինքն այդ սալոնային բանը, որը ինքը բուրժուական Սովետը քանի որ խեն ասում բա սովետին տոտալիտար կենտրոնացիկ, կենտրոնացված, հա, ամեն ինչ կառավարող, որովհետև այս դեպքում եթե սալոնները ինքնաբուխ էին, մարդիկ իրանցով ինքնակազմակերպում էին, հավաքում էին եւ այլն, ժողովրդավարության, հա, դեմոկրատիայի տարեր կար, Սովետը գիտեր, որ մեկը մարդիկ հավաքվելու են, շփվելու են ինչ-որ բաներ են, բայց ինքը զորով, հա, ռեսերի վրա էր դրել, ուղղակի սիստեմ էր սարքել, էլի, զուտ այդ։ Հիմա հետ գանք էլի այդ սալոններին, դե իրանք ասենք տարածված էին ամբողջ Եվրոպայում իմիջիալոց, պետք չի նայել մենակ Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Անգլիա, ամենտեղ այդ սալոնները կան։ Կարամ մի հատ բան ասեմ, ինքը այդ ժամանակի համար 1600-700-ականներից թերթերը սկսում են տարածվել ամբողջ աշխարհով։ Թերթերի միջոցով մարդիկ սկսում են կարդալ իրանց մասին, երկրի մասին, լուրերի մասին, դրսի մասին եւ այլն։ Այդ միջավայրում հատուկ հետազոտություններ կան, էլի Բենեդիկտ Անդերսոնի ազգն ու ազգայնականությունը։ Այդ միջավայրում նաեւ առաջանում է բանը, ահա ինչա, չէ, Բենեդիկտ Անդերսոնի երևակայվող հանրույթները, ազգն ու ազգայնականությունը գելներն, հա։ Այդ միջավայրում ինչ որ հանրային միջավայրեր են այդ լոգիկան բերում է հանրային միջավայրերի ստեղծման։ Կաֆեներ, որտեղ մարդիկ հավաքվում են, սրճում են, խմում են, խոսում են, թերթեր են քննարկում, այսինքն հանրային տարածքներ, որտեղ մարդիկ հավաքվում են իրար հետ ու քննարկում խոսում են իրենց ներկայ կյանքից, ապագայի խնդիրներից, ընթացիկ խնդիրներից եւ այլն։ Այսինքն դրանք հանրային տարածքներ են, հանրային տարածք բանի ոչ թե ֆիզիկական իմաստով այգի, այլ հանրային տարածք մարդկանց հավաքվելու, քննարկելու, խոսալու տեղեր։ Ու քանի որ այդ process-ը համընդհանուր էր ամբողջ Եվրոպայում, բնական է որ Օսմանյան կայսրությունն ու պոլիսն էլ դուրս չէր մնալու այդ process-ից։ Այդ մեր մոտի զարգացածներ ծուսաբներ օրինակ, որը ինքը իրանք ունեն մոտի Մադամ Դստալը, հա, մեր մոտի ամենահայտնի Մադամ Դստալը ծուսաբն է եղել, իր սալոնն է սարքել, էլի։ Դե Մադամ Դստալը Ֆրանսիայի ամենահայտնի սալոնիստներից մեկն էր, էլի։ Այդ իմիջիալոց շարունակվել է նաև 20-րդ դարում, եթե հիշենք այդ ամենահայտնի այդ Շտայնը, ոնց էր արա այդ կնոջ անունը չեմ հիշում հիմա։ Պիկասոին, Հեմինգվեին բան որ հավաքել էր իր շուրջը, լավ, կհիշեմ կասեմ, մի խոսքով, այդ ոնց որ շարունակվել է այդ բնականորեն շարունակվել է Եվրոպայում, արհեստականորեն Սովետում, էլի, պետականացվել է Սովետում, էլի, քանի որ ամեն ինչ էր պետականացվել, Հիշում ես մեր եթերից մեր երկրորդ եթերը խորհրդային գրողների մասին, այն բան կար է, Չարենցը, բանի կինը, Արամ Մանուկյանի տղու կինը, որ Երևանում սալոն էր սարքել 1910-19 թվականներին։ Չարենցին առաջի անգամ, որ տեղի բոհեմի հետ էր ծանոթացնում, բան չեմ հիշում անունը, Շուշանիկ Շուշանիկ Եսիմինչյան էր ազգանունը, կոմպոզիտորների ցեղից, որը Արամ Մանուկյանի հարսիկն էր։ Այդ դաշնակցական Արամ Մանուկյանի Հայաստանյան վարչապետի հարսիկներ, ինքը նույն ձևի սալոն էր սարքել, նաև Արևելյան Հայաստանում ու էլի նույն ձևի տենց բոլորին հավաքել էր, Չարենցին էլի տենց։ Այդ իմիջիալոց նաև ցույց է տալի, որ Արևմտյան Հայաստանը շատ ավելի առաջ էր։ Ոչ թե Արևմտյան Հայաստանը, այլ Թուրքիայի կողմի հայությունը ու պոլիսը հատկապես ավելի ինքը, քանի որ Եվրոպային ավելի մոտ էր։ Այդ իմաստով ավելի հեշտ էին գալիս այդ նորությունները։ Դե որտեվ նայեք, հիմա ասենք պոլիսը Օսմանյան կայսրության մայրաքաղաքն էր, մայրաքաղաքը չես համատի, ասենք Երևանի հետ, որը գյուղ էր։ Հա։
Դաժե Թիֆլիս չէր Երևանն, էլ օրինակ Թիֆլիսում էլ կար այդ սալոնային կյանքը։ Թիֆլիսում էլ կար այդ կյանքը։ Հաստատ կար։ Մենք շատ տեսնում ենք նաև այդ սալոնային կյանքը, ասենք օրինակ Դաստոևսկու գրքերում կա այդ Բեսի բանը, բանը էլի ինքը տարածված բան է, էլի, այսինքն այդ սալոնային քաղաքականությունը հիմնականում ու քաղաքականության մասին է, ու նաև այդ ժամանակ սկսում է ոնց որ այդ ֆեմինիզմի ծիլերն են սկսում նաև առաջ գալ մեր մոտ, իրանց մոտ ավելի շուտվանից, բայց մեր մոտ սկսում են այդ ծիլերը գալիս են նաև այստեղ ու Դյուսաբը ինչով է առաջին անգամ ոնց որ տենց իր մասին հայտնում որպես արդեն ստեղծագործող չէ, որպես ինչ որ մարդ, որ ինչ որ բան է անում էլի, զբաղվում է ինքն իրանով է զբաղվում արդեն, ոչ թե ինչ որ բաներ գրքեր է քննարկում, այլ իր ինչ որ պրոդուկտն է տալիս, ինքը սկսում է հոդվածներ գրել ֆեմինիզմի մասին։ Հիմնականում ամուսնության մեջ գտնվող կանանց ծանր կարգավիճակի մասին, որ այսինքն գրված սկսում է գրել այդ հոդվածները ու արդեն ինքը բնականաբար նախ մեծ քննարկում է դառնում դա հայ ոնց որ հասարակության մեջ բնականաբար կային մարդիկ ովքեր դեմ էին այդ ամեն ինչին, որ հայ կինը պետք է բան ու կային այն զարգացած մասան, որը փորձում էր հակառակը առաջ տանել ու այդ հոդվածներից հետո իր անունը արդեն թնդում է, արդեն բոլորը ճանաչում են իրան ու ինքը սկսում է մտածել, բա ինչ անի, որ ավելի ոնց որ առաջ գնա այդ իր գաղափարները ինքը առաջ տանի ու բավականին իմիջիայլոց այդ իմաստով որ այս ժամանակից եմ նայում հիմիկվան ավելի մոտիկ ինչ որ բան է անում գրականությունը ինքը վերցնում է որպես ուղղակի ֆունկցիա իր գաղափարները փոխանցելու ու գործիք հա ուղղակի հա medium-ն է էլի այսքան հա լրատվականի պես բանը փոխանցող ինչ որ բան այո medium-ն է լրատվականի պես մի բան ու որոշում է որ պետքա վեպեր գրի ինքը առաջին վեպը կարծեմ մայտա է կոչվում ինչի մասին է այդ վեպը մի կնոջ մասին է ում ամուսինն ու հայրը շուտ են մահացել ու ինքը տենց մենակ է մնացել երեխայի հետ ու ինչ անի տանջվում է այդ մտքերից քանի որ հասարակությունն էլ դա չի ընդունում ոնց որ նորմալ այդ մարդկանց չի ոնց որ իրան հետո կյանք չկա ոնց որ մենաստան գնալու բան է դա հիշում եք չէ պատրիարխալ հասարակությունը հասարակության բջիջը ոչ թե անհատն է այլ ընտանիքի գլուխը ընտանիքի հայրն է ինչ որ տղամարդը հայրը կլինի եղբայրը կլինի ես կմենքոմ ու եթե դու խոսքի չունես ընտանիք այսինքն կին չես ամուսին չես աղջիկ չես չունես գլխի տղամարդ ընտանիքի մաս չես դու ավտոմատ մարգինալ ես դառնում մանավանդ եթե շատ հարուստ չես, բայց նույնիսկ այդ շատ հարուստի դեպքերում էլ, այսինքն այդ ընտանեկան կոդեքս, այս միշտ պետք է հիշել, որովհետև երբ որ մենք խոսում ենք այդ հին շրջանի, այսինքն մենք խոսում ենք վաղարդության այդ հասարակությունների մասին, իրանք ոնց որ բան են, օջախային մոդելով են աշխատում, էլի, այսինքն ընտանիքն է կենտրոնում, ոչ թե անհատը։ Իսկ Դյուսաբը կարելի ասում, բայց այդ կինը ինքն իրանով արժեք ունի, էլի, այսինքն ինքը որպես անհատ։ Հենց դրա մասին է, այստեղ իհարկե ինքը ոնց որ Այն ժամանակ մանավանդ ու հատկապես լրիվ գաղափարի վրա են գնում, որովհետև այդ գրական շուկա չկար, այսինքն դու չես կարող կասկածես, որ այնպես բան են գրել, որ ծախվի, այնպես բան են գրել, որ հավանեն, էլի։ Միգուցե օրինակ այնպես բաներ, այնպես հրապարակախոսություն լիներ, այնպես գրականություն լիներ, որ սալոններում իրենք բան անեին, ոնց որ
սալոններում գրավիչ դառնային, հա, ոնց որ դες pitch անես, որ քո պրոդուկտի վրա փող դնեն, էլի։ Բայց դա էլ չկա, հակառակը կա, այսինքն, քանի որ այդ սալոնները ազատության, ազատասիրության, հավասարության, եղբայրության, փոփոխությունների, ի վերջո չմոռանանք, որ մենք խոսում ենք այդ Թանզիմատի շրջանի Օսմանյան կայսրության մասին, ռեֆորմների որ ժողովրդու այսինքն առնվազն բարձր դասը, առնվազն զարգացած դասը, ոնց որ ռեֆորմներ է սպասում, փոփոխություններ է սպասում ու ինքն էլ դա անում էր, էլի, այդ շրջանի մասին, ու պարզա որ այդ մարդիկ հենց այդ գաղափարներից պիտի գրեին, հենց այդ գաղափարից խոսային, խի, որովհետև օրինակ Սրբույթ Յուսաբի ամենահայտնի իր ուսուցիչներից մեկը գրականության ասպարեզում Մկրտիչ Պեշիկտաշյանը, որ այդ իր սալոնից է եղել, նույնիսկ բարեխոսել է Արսեն Բագրատունուն Մխիթարյանների, որ Սրբույթ Յուսաբի առաջի բանաստեղծությունը Մխիթարյանին բազմավեպում տպեն, ընդ որում հետաքրքիր է, որ այդ բարեխոսության այդ նամակ կա պահպանված 1864 թվականի, որտեղ Պեշիկտաշյանը ասում է աշակերտուս մի բանաստեղծությունը ձեր մոտ տպեք, ասма բանա էլի, ասма աշակերտուիս Սրբուի Վահանյան օրիորդին Թորին Արզումանյանց մի ջերմ զարմացողած ձերոց զարմանել եւ ինքն ուշիմությամբ եւ քերթողասեր ախորժակով գրելու ցանկություն ու էլի, այսինքն այդ մղումով աղջիկեր ու այդ օրինակ Պեշիկ Սրբույն ինքն էլ Յուսաբը ինքն էլ Պեշիկ Թաշյանին ամեն ինչ անում է բանի համար, դե որովհետեւ Պեշիկ Թաշյանը աղքատ մտավորական էր, իսկ Յուսաբը դզված ընտանիքը դզված երեխեր ֆուլ դզված հնարավորինս ամիրայի թորեր էլի այտենց աղբերն էլ կապեր ուներ Օսմանյան արքունիքում Գրիգորոսյանի հետ կապ ուներ Ֆրանսիայի դեսպանի հետ կապ ուներ բոլորի հետ կապ ուներ էլի ու Սրբույն նաև թե Պեշիկտաշյանին թե այլոց համար ինքը բաներ անում էլի հովանավորություններ մեկենասություններ անում այդ սալոնի իմաստով ու այդ գաղափարները որ իրանք բոլորը տարածում էին թե Պեշիկտաշյանը թե իրանից ազդված Յուսաբը թե բոլորը իրանք իսկապես այդ ժամանակի ոնց որ շունչն ու ոգին էին էլի այլ հարցը որ իհարկե բանել կար միգուցե դրանից էլ արժի խոսել որ տենց շատ իդեալականացված պատկերացում չներ որ դրա ռեակցիան է կար որովհետև նույն Սրբույթ Յուսաբը երբ որ խոսում է նա ինքը ֆրանսիացիներից ազդված նույն Մադամ Բովարի Բոդլեր անգլիացիներից չգիտեմ Բրոնտե եւ այլն իրանցից ազդված այդ ընդհանուր բանը կար էլի ասում էր ինչն է ասում էր կարևորը ոչ թե ընտանիքն է այլ կինը կնոջ զգացմունքները հատկապես այս ոնց որ ֆեմինիզմի ներվն է էլի ոնց որ առանցքն է կնոջ զգացմունքները ցանկությունները ու ոնց որ Զաբել Եսայանն է իր վեպերից մեկում ասում կինը ասում է բան չի էլի դու ասա երբ որ Զաբել Եսյանը նկարագրում է էլի այդ ընդհանուր իրավիճակը հեսա մեջբերումը կգտնեմ որովհետև շատ ուժեղ մեջբերում հա Զաբել Եսյանը երբ որ Սիլիհտարի պարտեզներում նկարագրում է այդ ընդհանուր ժամանակաշրջանը եւ նաեւ Յուսաբին որպես կին Յուսաբի ազդեցությունը եւ այլն ինչ ասում է ծնիլ ու անիծվել ծննդաբերության մեքենամը դառնալ մատնոցը ձեռքին չթողուլ տունին հավքտուքովը հավքել մաքրել էլի եւ ավելին կոթը բռնելով օրերը անցուցանել խոհանոցին մեջ հոտիլ այսինքն այդ պահի ժամանակակից կնոջ համար առաջադեմ կնոջ համար կարևոր էր կնոջ ազատագրումը ոնց որ այդ ընտանեկան կենցաղային բեռից ծննդաբերության ապարատ չլինի էլի ոնց ասում է դասական ֆեմինիզմ է միջանից էլի դասական է ասում է ծննդաբերության մեքենամը դառնալ ծնվել ու անիծվել ծննդաբերության մեքենամը դառնալ որ ազատվի դրանից ու բայց պատկերացնես պանողական հասարակություն հայերից ենք խոսում մենակ թուրքերից չենք խոսում որտեղ կարող հայերեն չգիտեին չեն խոսում ինչ են այո որտեղ կինը ամուսնու շարունակությունն է կինը ամուսնու հենարանն է կինը ընտանիքի չգիտեմ մարխն է օջախն է ինչ կուզես ամեն ինչ էլի կնոջ ֆունկցիան երեխաներ ունենալն է մանավանդ 6 7 8 10 13 էլի այսինքն այդ բանը կա ու ընտանիքի ամբողջ բեռը դիրա վրա լինի ու այդ վիճակում գալիս է ինչ որ հարուստի աղջիկ ինչ որ ամիրայի թոր ու սկսում է գրել հոդված պատկասում ես չէ շոկը հատկապես մարզերում հələ չեմ ասում Ստամբուլում բայց նաև մարզերում ու խոսում է որ ամուսնալուծությունը նորմալ է առանձին ապրելը նորմալ է ուշ ամուսնանալը նորմալ է երեխա ունենալու համար չի կինը եւ այլն եւ պատմում ռեակցիան դրան
ժամանակի հրապարակախոսություններ կան, որտեղ Տյուսաբին անվանում են անբարոյական բոզ։ Ու լոգիկան պարզ է ինչ են համարում, էլի, այսինքն որովհետև նայ, ցանկացած նորարարություն է մեր սերունդը, էլի։ Այո, որտեղ մարդիկ այո, որտեղ ասում են դե բանը, ոնց որ ընտանիքը, երեխեքը, բանը, ինչ ասեմ, դեմոգրաֆիան, ազգից բանը, արգանդը եւ այլն, ու ինչ որ մեկը եկել ասում բանը, ախպեր չես ուտա այդ ամեն ինչը բան, էլի։ Պարզա որ ցանկացած նոր միտք, ցանկացած նորարարություն, ինքը ստրեսային է պահպանողականների համար, ավանդապաշտ հասարակության համար։ Բաց այդ նաև մարդիկ ինչ կարան ասեն, կասեն դե քեզ ինչ կա, դու ոնց որ դզված ես էլի, ամերայի թոր ես, փող ունես, բան ունես, ախպերդ պաշտոնյա, մերդ հարուստ, դու հարուստ։ Ում ես ինչ ասում էլի, հա դու կոպիտ ասած Սրբույթ Յուսաբը ինքը իրան կարա թույլ տա այտենց ապրի։ Հա, այտենց ապրի, այտենց կյանք, անտղամարդ էլի, ոնց որ նաև այդ Չէ, հետո ինքն էլ ամուսնացավ 31 ճիշտ է, այն ժամանակվա մերկեքով բավականին ուշ 30 տարեկան, 31 տարեկան ամուսնանում այդ Անրի Յուսաբի հետ, երկու հատ երեխա ունենում, բայց ինքը կարա իրան այտենց բաներ թույլ տա ջոգում ես ոնց, բայց այդ իրա ոնց որ այդ իրա քարոզած գաղափարները ժամանակի համար բնականորեն այդ ռեակցիան առաջացնելու են, էլի մենք չենք ասում որ դա նորմալ է որ դա ռեակցիան էլ եւ այլն, բայց այդ լոգիկան պետք է հասկանալ, էլի, այսինքն կարա այդ որ ջատագովում էին։ Չէ, իսկ ակրած ասում ենք որ նորմալ է, լավ չի։ Մենք ասում ենք լավ չի, բայց նորմալ է, հասկանալի է ինչից է։ Ու նաեւ հիշացնենք որ այտենց բաներ եղել է, որովհետեւ չստացի որ խոսքի չգիտեմ, դա քարիդարներ Յուսաբը եւ ընկերուները կամ այդ իրան սալոնը եկել ինչ որ բաներ են քարոզա, հետո ինքնանով դարել է, չէ, բնական է որ տես չի։ Հակազդեցությունն էլ ա եղել է, հա, թշնամա նույնիսկ պահպանվել են նամակներ, հեսա կարամ մեջ բերեմ, որտեղ օրինակ Սրբու Երիցյանը, այդ ժամանակվա ոնց էր սալոնի մասնակիցներից մեկը, բան անում, հեգնում է Սրբույթ Յուսաբին։ Հեգնում այդ ժամանակի այդ մտավորականներին ինչ էր ասում, ասում էր այդ օրորդը իր բարեկամուհիած շատերի նման, բարեկամների նման, եթե հայատյաց չէր, հետաքրքիր ինչ ասում, եթե հայատյաց չէր, գոնե շատ օտարասեր էր, նա գեղեցիկ խոսում էր ֆրանսերեն, հունարեն, իտալերեն եւ անգլերեն, դե լնղյա չէ հայերենում, հիանալի դաշնամուր էր զարնում եւ հայերենի մասին խոսք եղած ժամանակ ուղղական սեռական ասելով ծաղրում էր։ Այսինքն այդ բանը կա էլի, այսինքն որովհետեւ այդ դասակարգային բանը կա, որ դու ոնց որ դուք մեզ վերևից եք նայում, եկել եք այդ ձեր գաղափարները մեզ եք բանանում էլի, բայց ի հայերենը մանավանդ այստեղ շատ առանցքային բան կա, եթե ասես այս թազա թեմա կմցնեմ էլի, ասա շահունակեմ, որովհետեւ այստեղ մի հատ ուրիշ թեմա էլ է էլի, այդ ազատականության, ֆեմինիզմի գաղափարներին զուգահեռվում էլի, որովհետեւ որը շատ կարեւոր է էլի։ Իմ կարծիքով այստեղ իրես ինչ տարբերություն կա, օրինակ մենք մոտավորապես նույն ժամանակների արևելահայ ոնց որ էլի մի հատ քննարկում ունեցել ենք բանի վերքի մասին։ Ընդ որում Տյուսաբը գիտի, Տյուսաբը Աբովյանին գիտի, այո, որովհետև թե Խաչատուր Աբովյանը գրել է մի 20-30 տարի առաջ Աբովյան, էլի Տյուսաբից։ Հա, ու այդ ինչ նկատի, ինչ էի ուզում ասել, որ այդտեղ տես էլի նույն ճանապարհն է ոնց որ, չէ, Եվրոպա սովորել, բան, զարգանալ, գալ ստեղ փորձել բանանել, բայց այդ էլիտիզմը չունի։ Աբովյանը չունի այդ էլիտիզմը, որտեղ նու էլի բնականով է տենց, այսինքն ես չի որ Աբովյանը պուպուշա, Յուսաբը վատնա, բնականորեն տենց է, որտեղ Աբովյանը այդ մասայից չի, այսինքն ինքը այդ խավից չի։ Հետո նաև կարելի է առաջ գնալ ու ասել Պարսկա հայքում այտենց խավ տենց ասոբը չկարել։ Այդ պահով տարբերվում է ու դե կարող է ինչ որ բաներ վերջին ինչ որ բաներ լինեն, բայց ինչ որ Թեհրանում, Երանում ինչ որ բաներ կամ Սպահանում, Թավրիզում ինչ որ ոնց է չլինի երկու թերթ կտպեն էլի, եթե թերթ կտպեն ուրեմն չէ, թերթ խմբագիրը գրող է կա, բայց բանի պար չկար, նկատի ունեմ այդ Եվրոպայի հետ այդ ուժեղ կապի պահը ու այդ գաղափարների բանը, հետո նաև թվի տարբերությունը կա, տես 20 քանի տարվա մեջ այդ տարբերությունը նաև ըտեղել է երևում, որովհետև հայկական հարցով սկսում են զբաղվել, այդ հայկական հարցի բանը ծագում է ու սկսում են զբաղվել ու հիմնականում Թուրքահայաստանի մասին է, էլի իհարկե խոսքը գնում, որովհետև Ռուսաստանը ոնց որ վերցնելով Պարսկա Հայաստանի հատվածը ինքը ոնց որ թե նու ամեն դեպքում ես եվրոպացու տեսանկյունից հայկական հարց համարում էր ոնց որ Թուրքիա, հա։ Լուծել է այն իմաստով որ ոնց որ դա էլի քրիստոնյա են։ Բացի այդ նաև Ռուսաստանն էլ ինքը հնարավորինս ամբողջական ազդեցություն ուներ, թե քարոզչական, թե ֆինանսական, թե կազմակերպչական, որ
Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի գրավելուց հետո փաստացի հայկական հարցը վերաբերում է մենակ Արևմտյան Հայաստանին։ Հա։ Այդ մոռացել էին որ բայց գիտես ոնց Արևելյան Հայաստանն էլ ոնց որ գրաված բաների կողմից էլ ոնց որ ես վերջես դասագրք պատմության դասագրքերում գրել էին բան ազատագրված է չէ ինչ որ գրել են օկուպացիաց բողոքել էին փոխել են գրել էին ազատագրված էլի այդ մակը մոռացել են էլի ոնց որ բայց հա բանը ինչ էր ուզում ասել ինքը ջուսաբը բաց հետ իր հրապարակա խոսական վեպերը որոնք փաստացի կոչ վեպեր են էլի ջոկիր այսինքն Իմիջիալոց շատ դժվար են կարդացվում։ Մենք փորձել ենք շատ դժվար են գիտես ոնց որ հոգու ճիչ է լինի էլի ոնց որ մենք խրատական մոդելի ինչ որ կոչային ու կոչերով ողողված ինչ որ տեքստեր են երկար որոնք ես օրինակ վեբ չէի կոչի տենց բայց միգուցե ինչ որ այսինքն լոգիկան ստրուկտուրայի լոգիկան կա որ վեբի է բայց դե հիմա ժամանակակից մարդու համար շատ տենց բան չի էլի դե տենց օրինակ էլի շատ կան տենց գրողների միջայլոց դե բայց օրինակ նույն Աբովյանը մինչև հիմա կարդացվում է Աբովյանը այդպես երեք իրար հետ հիշում ես այդ էին քննարկում որ Աբովյանը կարդացվում է ինչի է կարդացվում օրինակ ես որ Աբովյանը սկսա երկրորդ անգամ կարդամ որ քննարկենք հասկացա որ ոնց որ ինքը ֆենոմենալ բաներ ունի բայց այդ արդեն տաղանդի հարցել է էլի արի համաձայնեք ամեն մարդ չի կարա էլի կարող է ասենք հիմա տենց միգուցե նաև մեզ որպես ոնց որ Արևելյան Հայաստանի զավակներպես Արևելյան Հայաստանի զավակներ Աբովյանի լեզուն ավելի հեշտ է իհարկե մեծ նշանակություն որովհետև Երևանի քանակերի բարբարն է Երևանի բարբարն է Արևելյան հայերենի հիմքերից մեկն է ոնց որ այդ առումով իսկ թեև դուսաբնել էր աշխարհաբարով գրում բայց հետաքրքիր է այդ ուրիշ աշխարհաբար է էլի հա Արևմտյան Հայաստանի աշխարհաբարն է Արևմտա հայերենի աշխարհաբարն է էլի ոնց էր հա ու այս շատ կարևոր թեմա է որովհետև դուսաբը ինքը աշխարհաբար հայերենի կողմնակիցն էր ու այդ ժամանակ այդ ոնց որ այդ ռեֆորմների ընդհանուր ֆոնի վրա այդ ընդհանուր ալիքի վրա հայկական իրականության մեջ թե Պոլսում թե Թիֆլիսում թե ռուսական կայսրության մնացած կենտրոններում հայկական կենտրոնում թե նաև ոնց որ այն բոլոր տեղերը որտեղ հայերը կային այդ շատ մեծ թեմա էր գրափարի ու աշխարհաբարի պայքարը որովհետև աշխարհաբարը վաղուց դարձել էր խոսակցական լեզու վաղուց դարձել էր առանցքային կոմունիկացիայի լեզու գրափարը մնում էր եկեղեցում գրափարը մնում էր գրականությանը արվեստին չգիտեմ այդ բարձր խավին կրթվածներին ու նաև շատ ոնց որ հարգեր ու ցուցիչ էր որ դու նույնիսկ եթե աշխարհաբարով ես խոսում շփվում չգիտեմ գրում դու պիտի գրափար իմանաս հրաշալիորեն պիտի իմանաս գրափար նույն Պեշիկ Թաշյանը ոնց որ ամեն ինչ սովորացնում էր հետևում էր որ Ջուսաբը լավ տիրապետի Սրբույ Վանյանը լավ տիրապետի բանին գրափարին Իմիջիալոց Պեշիկ Թաշյանն է իրան նաև հայկականություն բերել, որովհետև միջև Պեշիկ Թաշյանը ինքը ոնց որ թե այդպես հայկական բաներ չի ունեցել, հա։ Այո, Սալոնային կայֆերի մեջ էր էլի։ Իդեպ Պեշիկ Թաշյանը դե եղբայրենք մեմքի հեղինակն է, եթե կարդալ չեք սիրում Հարիկ Մուրադյանի երգերը կարաք լսեք, Հարիկ Մուրադյանը շատ հրաշալի կատարումներ ունի եղբայրենք մենքով։ Նալբանդյանն է մեր էլի, ոնց որ Նալբանդյաններից մեկն է մեր էլի։ Շատ կարևոր առանցքային կերպար է հայկական մշակույթի, գրականության, պատմության համար էլի։ Ու այդ ճամբարները կային։ Գրափարի ճամբարը ու աշխարհաբարի ճամբարը, Սրբույթ աշխարհաբարի ճամբարից էր, ու դրա համար օրինակ իրեն շատ սիրում էր Հրաչյա Աճարյանը տարիներ հետո, ու նաև այդ ճամբարի կողմնակիցները, այդ ոնց որ այդ թևի կողմնակիցները, որոնք ասում են, որ լեզուն կենդանի օրգանիզմ է, լեզուն անընդհատ փոփոխվող օրգանիզմ է, պետք է ոնց որ աշխարհաբարն էլ մեր մասը պետք չի ստիգմատիզացնել աշխարհաբարի թեման էլի ու նաև ինքը ստեղծագործում էր աշխարհաբարով բայց այդ ճամբարի մեջ լինելու համար այսինքն ոնց էր պատկացա կա ռեֆորմների կողմնակիցներ որոնք ավտոմատ նաև աշխարհաբարի կողմնակիցն են որովհետև ոնց էր Դա ռեֆորման լեզվի մեջ է այո լեզվից սկսող է էլի որովհետև հասարակությունը փոխել այդ նայ ոնց է կա խավային հասարակություն դասային հասարակություն չէ չգիտեմ այդ ամիրանները, ազնվականները, հարուստները, բուրժուազիան եւ ներքևը, որոնք ունեն իրանց նաեւ բանը, այսինքն հակու կապը, դեպի տարբերվեն իրարից, չէ, ունեն հակու կապը, պահվածքը, ապրելու տեղերը, նաեւ լեզուն, գրափարը, որ պահում են, էլի, որովհետեւ լավ կրթություն են եւ այլն։ Ու կան մնացածը, որոնք աշխարհաբարով են վաղուց իրար շփվում, ու աշխարհաբարի տարբեր բարբարներով են իրար, որովհետեւ մի կանոնիկ աշխարհաբար չկա իհարկե, որովհետեւ դա պետություն չկա, որ այդ ամեն ինչը ոնց որ համակարգի կոդավորի, էլի, կանոնիկ սարքի, էլի։
ու այդ ռեֆորմների կողմնակիցները parza որ ովքեր ասում են որ բոլորս հավասար ենք, բոլորս եղբայր ենք, բոլորս պետք է ազատություն ունենանք, կապ չունի կարգավիճակը, անհատնակարևոր որպես ընտանիք եւ այլն, parza որ ավտոմատ, լոգիկան էլի, որ ավտոմատ իրանք պիտի աշխարհաբարի կողմնակից լինեն, որովհետեւ փաստացի գրափարի այդ ոնց ասեմ, այդ գրափարի դերակատարությունը ջարդելը, այդ մոնոպոլիան գրափարի ջարդելը, ինքը փաստացի ոնց որ ամենակարևոր ռեֆորմը պիտի լինի։ Հա բանի համար այդ հայկական կյանքի համար էլի ու ասեմ բոլոր տեղերում նույն Ստամբուլում նույն Պոլիսում նույն Թիֆլիսում նույն Շուշիում չգիտեմ Մոսկվայում Պետերբուրգում որտեղ ուզես բոլոր տեղերում էլի ու այդ հստակ ոնց որ այդ ժամանակվա մամուլը այդ 1840 50 60 70 80-ականներ մինչև 1900-ականների էլի այդ սկիզբ այդ ժամանակվա մամուլը գրականությունը որ կարդաս հստակ կարաս հասկանաս էլի ով որ ճամբարից էր այդ աշխարհաբարի այո այդ ոնց ասեմ այդ ճամփաբաժանը ոնց որ այդ լեզվով էր անցնում էլի հիմա օրինակ ոնց է կարաս պատկեցա Հայաստանում եթե Հայաստանից դուրս լինես ու ուզենաս հասկանաս Հայաստանում քաղաքական ճամփաբաժանը լուրեր կարդալուց այն լրատվականները ովքեր գրում են ջրական չգիտեմ ջրական Աղդամը ոնց էին ասում ակնա որոնք այդ ուղղությունն են պահում իրանք ընդդիմադիրներն են ովքեր խոսքի չգիտեմ կգրեն Լեռնային Ղարաբաղ կգրեն չգիտեմ ինքնիշխանություն հիբրիդային եւ այլ բանը դրանք էլ ոնց որ այդ իշխանության ճամբարի մարտակոչի բաներն են էլի լեզվով այսինքն դե որովհետեւ մարդիկ անհատը ինքը իրան իդենտիֆիկացնելու համար հետո խմբերը ոնց որ իրար իդենտիֆիկացնելու համար էլի որ ցույց տան որ իրանք մի մաս են իրանք պիտի ոնց որ Նախ եւ առաջ լեզու բառապաշարք ունենան իրար նույնացնելու համար։ Հետո նաեւ լեզվից ու բառապաշարից հետո գալիս է արդեն նաեւ արտաքին ատրիբուտներ, այսինքն չգիտեմ, շոր, պավածք, ոնց են խմբերը օրինակ կրիմինալ խմբերը տատուներ են ունենում իրար իդենտիֆիկացնելու համար ինչ որ հատուկ ժարգոն ու բառապաշար ունենում։ Նույն ձևի ռեֆորմիստներն ու պապանողականները այդ իրար ճամփաբաժան անցնել աշխարհաբարով ու գրապարով։ Կարծեմ Գրիգոր Զորաբն էլ է հետո իրանց քննադատ է։ Այո, ոչ միայն Գրիգոր Զորաբը Չերազը, Օտյանը շատ էր, այսքան նես չի որ գիտես նես չի որ այդ ռեֆորմիստների ճամբարում ամենալուսավորներն ու ամենահայտնիներն ու ամենաառաջադեմներն ու ամենահզորներն են եղել, իսկ պապանողականներում ինչ որ տենց ռեակցիոն տարերը նեգատիվ իմաստով էլ ինչ որ ռեակցիոն, չէ, այդ հստակ նույն Պարոնյանը, Հակոբ Պարոնյանը Սրբույի Տյուսաբի ամենավառ բանն է, քննադատներից մեկն է եղել, համարում էր բան ժամանակավրեպ, ինչ որ արեստացին, այդ օտարամալ ինչ որ մեկը, որը ինչ որ կոպիտ ասած Պարոնյան համարում էր, որ Սրբույի Տյուսաբը вообще չի հասկանում արևմտյան Հայաստանում ինչա կատարվում, հայերի կյանքում ինչա կատարվում, իրականությունից կտրված է, գլխից դուրս բաներ է գրում, ինչ որ դրսերում ինչ որ բաներ է կարդացել, ինչ որ բաներ է սովորել, գլխից դուրս բաներ է գրում, որը ընդհանրապես կապ չունի բանի հետ։ Այդ նմանվում է բանը։ Այդ իրենց իրականականության հետ էլի, հա ոնց են մեկ-մեկ Հայաստանում քաղաքական կյանքից որ խոսում են, ասում են դե ես որ ասեմ նորմալ չի էլի որ 3-րդ անգամ Նիկոլան ընտրվի զուտ որովհետև իշխանությունը 10 տարուց ավել չպետք է իշխի որովհետև դեգրադացվում է եւ այլն ասում են դե Մերկելը 7 անգամ ընտրվել է դե կներեք էլի հիմա այդ լոգիկայով է էլի հիմա այտենց բայց ոնց որ մեր իրականությունը Մերկելի իրականությունը չի Հայաստանի Գերմանիա չի բան հիմա նույնը Պարոնյանն էր բանին ասում էլի Տյուսաբին ասում էր բայց դե միշտ է արի համաձայնի որ միշտ տենց բան կա որ ամեն դեպքում այդ տենց էլիտաները, որոնք ոնց որ ուղիղ փորձում են փոխարեն դրսի փորձը, միշտ այդ խնդրի առաջ կանգնում են, մենք Աբովյանի դեպքում էլի։ Շատ արհեստական է, որովհետև շատ կապ ոնց որ դու ոնց որ կապկում ես, նայ մյուս կողմից արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ հակառակնել չես կարող ախր չանես, այսինքն ինչ որ պայեպտի կապկես, մինչև մի բան ստացվի։ Ոնց է օրինակ դեմից եթե դեռ չես սկսեք գրել, լավ կարդում ես։ Հետո այդ ազդեցության տակ սկսում ես ոնց որ քո սիրած գրողներին, քո սիրած ոճը կրկնօրինակելով գրել, ճիշտ է։ Բայց այդ ինչ որ փուլեր են անցնում են, ձեռքդ բացվում է, քո ոճն ես գտնում, քո ուղղությունն ես գտնում, ու սկսում ես քո ոճով գրել, բայց առանց կապկելու էլ չի լինի մյուս կողմից։ Այսինքն բոլոր օրինակ Այդ ինքը բաներից է, պրոստը նայ, այդ գիտես ոնց է լինում, ես ինչ նկատի ունեմ, շատ ժամանակ այդ քո ասած այդ փուլը, այսինքն մի մարդ է այդ փուլի մեջ է
ուրիշ մարդը այդ փուլից հետո գալիս է ուրիշ բանի, էլի հասկանում ես, ասենք օրինակ Տյուսաբի գրականությունը կարող է տենց չկանես կարդաս, բայց Տյուսաբի հետևորդների կամ իրանից հետո եկածների ում համար ինքը բացել է այդ ճանապարհը, բացել է այդ թեմաները, իրան կնես գրականություն գրած լինեն, որ դու շատ հավեսով ես Զապել Եսայանը, որը իրեն համարում է Տյուսաբի գաղափարական հետևորդ, համարում է, որ Տյուսաբի իր գաղափարական, չգիտեմ, ուղենիշներից մեկն է, Զապելի շատ հանգիստ կարդացվում է, էլի։ Նաև նշենք, որ այդ ժամանակ այդ արևմտա հայ կյանքում հատկապես պոլիսում ինքը Տյուսաբը մենակ չէր։ Պարզ է, որովհետև ոնց կոպիտ ասած այդ քաղաքի միակ հարուստ կինը չէր։ Այդ քաղաքի միակ հարուստ ամերայի թորը չէր, միակ հարուստ ամուսնու կինը չէր, միակը չէր, որ ոնց որ կրթություն էր ստացել, այդ գաղափար, այսքան այդ տեղեկություններ, կրթություններ ու այդ գաղափարների գրողներ ուզում էր տարածեր։ Ամենահայտնիները մեկը Տյուսաբն էր, մեկը Սիբիլն էր, գրական կեղծաններ, էլի Զաբել Հովանեսի Զաբել Խանջյանը։ Մյուսը Անահիսն էր, բայց ոչ Սարդարյան, այլ Եվփիմի Ավետիսյանը, ու նաև Զապել Եսայանը, այսքան այդ ընդհանուր մթնոլորտը կար։ Ինձ նույնիսկ ավելի շատ հետաքրքրում է, թե բայց այդ երևի ուսումնասիրության բան է, էլի, որ մի քիչ Google-ում միգուցե գտնեմ, թե ինչի են այդ սալոնները հենց կանանց շուրջ հավաքվում։ Բայց sense մի կասկած ունեմ, գիտես, որովհետև կանայք երևի ամենաանվտանգն էին այդ հարցում, այսինքն ամուսինները զբաղված էին ինչ-որ իրենց գործերով, պետական գործերով, մասնավոր գործերով, բիզնես գործերով, ու կանայք որպես ոնց որ այդ դե երևի կանայք սկսում կանանց են հավաքել, հետո տղամարդիկ են սկսել գալ Սկսնակ գրողները բաներ եկել են։ Սկսնակ գրողները եկել են բաներ։ Պրոտեկցիա ստանալ։ Ու այս որ ասում ենք ինքը իրականում շատ կարևոր շարժում ա եղել, որովհետև այդտենց շարժումից են դուրս եկել Մոպասանը, Բոդլերը, չգիտեմ, լիքը շատ հայտնի դեմքեր են այդտենց սալոններից դուրս եկել, ինքը շատ առանցքային ա եղել ու ոչ միայն եվրոպական ընդհանուր բանի համար, անուն ինչա, եվրոպական միջավայրի համար, այլ նաև հայկական միջավայրի համար, էլի, այդ շատ կարևոր Հյուգոն, Ստենդալը, Բալզակը, լիքը այդտենց հայտնի դեմքեր են դուրս եկել այդ միջավայրից, այսինքն այդ կանայք իրենք նաև ոնց որ network-ը իրանց կապերը սոցիալական սիմվոլիկ նշանակություն են, սիմվոլիկ կապիտալ են ունեցել, սոցիալական կապիտալ են ունեցել, կապեր են ստեղծել բոլորի միջև, միջավայրեր են ստեղծել, էլի, այսինքն իրանք կարային գրողների համար ճանապարհ հարթեին, հա։ Վերջապես իշա Գերտրուդա Շտայն ոնց որ տենց է, չէ՞, այդ Փարիզի այդ բանի, հա։ Հեմինգվեյից բան ինքն է մարդ սարքել, էլի կոպիտ։ Դե Ֆրիդա Կալոն էլ իր շրջանաբանումներ օրինակ, այտենց կային կերպարներ, էլի։ Նույն բանում այդ անուն ինչ է այդ Ախմատովայի շրջապատը։ Հա, Ախմատ Բրոդսկիենց էլ ինքն է, այո, բոլորը ամեն ոնց որ իրենց բաներ ունեին, էլի, պրոտեժեներ ունեին, էլի, ոնց որ այտենց այդ խմբակները կային, էլի։ Նույնը Տյուսաբի դեպքում, էլի։ Կա ռեակցիան, բայց որ նայում ես երբ այդ մարդը այդ բանը արել։ Հա, չէ, այդ մի որ չի վախեցել գրելա, չի վախեցել հանրային քննադատությունից, չի վախեցել այդ ոնց որ ատելությունից, չի վախեցել այդ ալիքից։ Կարար չաներ, որովհետև դժվար թե միակ հարուստի աղջիկը լիներ կամ միակ հարուստի թոռը լիներ, էլի։ Բանա, գիտես ոնց է, այն որ ասում ես դե ոնց որ դե մեր մայլում են ֆուտբոլ խաղացել, էլի, ոնց որ այն քո ասածն է, էլի, որ տենց մեր մնգոյմել են ջեմով։ Այո, ու նաև այդ որպես հիմնադիր այդ ալիքի։ Հա, դու գիտես ոնց է հիմա որ 2026-ի հայացքից նայես Երևակայի վեբ չի գրե։ Ինչ որ սուպեր առնվազն որպես գրական նյութ էլի, բայց գրականության պատմության համար, հայ արվեստի մշակույթի պատմության համար, հայկական ինտելեկտուալ մտքի համար, որովհետև իրանք ինտելեկտուալ կենտրոններ էին, հավաքում են ինտելեկտուալ մարդիկ, ընդ որում ամենահետաքրքիրն սալոնների լավ են, որ դու կարեիր աղքատ գրող լինեիր, աղքատ արվեստագետ լինեիր, բայց քեզ էլի թողեին այնտեղ։ Հա։ Թողեին այնտեղ ու քո համար գտնել մեքենաս, քո համար գտնել հովանավոր, իսկ այս վերջերս օրինակ լսեցի, անունը չեմ տա, բայց լսեցի ինչ որ Երևանում բան էին, սալոն էին բացել, սալոնի լոգիկով ինչ որ տենց ինտելեկտուալ ակումբ էին բացել, հին մեռելներին էին բերել բան եւ այլն, տենց ինչ որ ու խոսքի բանը, ու բանով 1 թե 2 միլիոն բանով, անդամավճարով։ Աբսուրդը գիտես ո՞րն է, հասկանում ես դրա բանը ո՞րն է, աբսուրդը։ Որ լսել էի, բայց միտքը այն է, որ այդ ինտելեկտուալ միջավայրը, այդ հանրային միջավայրը, հա, այդ սալոնի սաղ բանը էր, որ կապ չունի դու հարուստ ես թե աղքատ։
այդտեղ առանցքայինը գիտելիքն է, միտքն է, այն ինչ որ դու կարող ես ստեղծես, այն ինչ որ տեղա կակրած որ հարուստ արվեստասերները կարան հանդիպեն աղքատ գրողների հենց այդ ինքն հենց տեղա, օգնելը մի կողմ, ինքն հենց տեղա, որ դու կարաս դրա մաս դառնաս, անկախ քո սոցիալական կարգավիճակից, անկախ քո ֆինանսական կարգավիճակից, ինքը հենց ստեղծվել է նրա համար, որ դու սոցիալական ու ֆինանսական կարգավիճակից ելնելով բանի չենթարկվես, էլի անուն ինչ է այդ խտրականության չենթարկվես, որ եթե դու լավ գրող ես, լավ ստեղծագործող ես, կարաս գաս այդ սալոն, փիչ անես, խոսաս, ներկայացնես, քո չտպված չգրված բաները գրվես ու գտնես քո համար հովանավոր։ Բայց ու 26 թվում այդ կապիտալիզմի բանն է, էլի, ոնց ասեմ, այդ կապիտալիզմի այդ կեղծավորության հաղթանակն է, այդ աբսուրդի, կապիտալիստական կեղծ աբսուրդի բանն է, որ անունը դրել են դե մեր նախնիների պես սալոն ենք ստեղծել, բայց բանը մուտքավճարը 2 միլիոն դրամ է խոսքը, 1.5 միլիոն։ Դա բանն է, էլի։ Այդ ամբողջ աբսուրդը էլի ջայմես ոնց։ Ընդհանուր եթե բանով։ Այսինքն գիտես ոնց այդ մարդիկ կամ իսկականից չեն հասկացել թե այդ ամեն ինչը ինչի մասին է։ Այդ բունեությունը բանը ինչի մասին է, էլի, կամ բանը, պրոստո բիզնես են անում, էլի, անուն չա, տենց PR են անում, էլի, տենց, որովհետև եթե դու գիտես սալոնը ինչի համար է, եթե դու գիտես այդ մտավորականների հավաքը, պատկեցա Վերնատունը Թումանյանի ստեղծած անդամավճարով լիներ, ասենք, չգիտեմ, մի քանի հազար ռուբլի տալիս ես, նոր կարելի է բան, էլի։ Այդ սոված ապիները սկի այդ շաբաթվա փող չունեին արա, այդ օրվա սկի փող չունեին, էլի։ Լիտր գինով կարող արնել մաքսիմում, էլի։ Ձեր գյուղից բերած։ Ճուսաբի մասին էլի ինչ որ բան կա ասելու, թե դե սալոնային կյանքից ասեցինք, ազդեցության մասին ասեցինք, նույն Զապելյեսյանի պետք է գալիս է ինձ թվում է խոստումների շրջանը հաջորդը որը կանենք, բան անպայման պետք է անենք նաև իհարկե Զապելյեսյանի համար, նաև երևի կմոտենանք ավելի մեր ժամանակների կինոներին, քանի որ այս միամսյակն է, կարելի է ոնց որ տենց հա, կարանք, այո, կարանք խոստանանք, որ Զապելյեսյան կանենք, միգուցե հաջորդը, միգուցե մյուսը, բայց ոնց որ մոտակա շրջանում, էլի։ Այստեղ պետք է նաև այսքան որ խոսում ենք այդ սալոնային կյանքից, ինքը նաև քանի որ Յուսաբը բան էր բացել, ինչա, դպրոց էր, վարժան էր բացել, ու անվճար կրթություններ տալի երեխաներին, անվճար որն այսինքն ինքն էր ֆինանսավորում դա, կամ իր ընտանիքի ֆինանսներից կամ հրապարակախոսությունից, գրքերի վաճառք եւ այլն, չգիտեմ ինչ որտեղից որ փող ուներ, ինքը նաեւ այդ արևմտահայ կյանքում կրթական շարժման առանցքային դեմքերից մեկն է եղել, իր ոնց ասեմ, Teach for Armenian-ն է էլի եղել իր ժամանակել, Teach for բանն է, Լարիսան է եղել էլի, այդ Լարիսա ինչան էր, չեմ հիշում, Teach-ը։ Չեմ հիշում ես, բան։ Ազգանունը չեմ հիշում։ Այդ իր ժամանակի Լարիսան է եղել էլի, այսինքն այդ ֆանդինգը արել։ Կյանքում ընդհանրապես կանանց դերը այդ իմաստով շատ էական է ու նշանակալի է։ Վերանանք նրանից գրականության իմաստով, որովհետև գրականության մեջ են շատ ուժեղ, բայց այդ նաև ոնց որ հենց կակրած ավել դեր է, քան տղամարդը կարող ունենա, որովհետև ու տղամարդիկ քիչ են էլի այդ տենց հարցերով քիչ են զբաղվում ավելի, չեն կարողանում, կարողության հարցել է էլի, այդ կապերը, շփումը բանը էլի, այդքան չեք, օրինակ Վերնատունը կարանք երևի տենց առանձնացնենք, որ տենց ինքը տենց այդ տենց դեր է ունեցել ու տղամարդիկ են, բայց ընդհանուր եթե համաշխարհային բանով էլ ենք նայում, կանայք ավելի լուրջ դեր ունեն մշակույթի մեջ ու նաև հենց ընթերցասերներն են ավելի շատ կանայք, եթե այն բանով վերցնենք ու այդ իմաստով իհարկե շատ հետաքրքիր է թե ոնց որ որտեղից նախ ուր ենք հասել, եթե նայենք ասենք Յուսաբեն ժամանակ ինչ քիչ էին այդ կանայք ովքեր զբաղվում են գրականությամբ, ովքեր հաջող էին զբաղվում գրականությամբ, հիմա նայենք։ Այստեղ գիտես քան խիա կարևոր հիշել որ քիչ է այդ միտքը, որովհետև նայ հանրակրթություն չկա։ Անընդհատ պետք է այս հիշել։ Հանրակրթություն չկա, կրթությունը թանկ է, ահավոր թանկ է, կամ ինչ որ մասնավոր դպրոցներ ես գնում, օրինակ ոնց որ Յուսաբը գնացել է ֆրանսիական դպրոց, հետո ունել սեփական ուսուցիչներ, կամ ուղղակի անգրագետ ես լինում։ Այսինքն, ոնց ասեմ, ուղղակի քանակական առումով էլ չեն կարող այդքանը լինեն։ Այսինքն ինքը սկզբում միայն ամենահարուստների կամ հարուստների Իմիջիալոց պետք է շատ հարուստներ, որովհետև այդ միջին հարուստները մաքսիմում տղուն տային ինչ որ բանի, էլի աղջկան տենց չէին ուղարկի, որովհետև տենց ընդունված չէր, դե ոնց որ գիտեին պետք է ամուսնանա գնա իր ոնց որ ընտանիքն է, երեխեքն է, այդ ֆունկցիան չէին դնում։ Բանն կար, դու պետք է հասկացի, որ բանը կա, երբ որ խոսքի դու հարուստ ես ու տեսնում ես, որ
ինչ որ ամերայի թոր, ինչ որ կողից հարուստը սրբույթ ուսաբը գրմա, որ ընդ կինը ինքնուրույն մարդ է, ինքնուրույն քաղաքացի է, սեփական արժեք ունի, ծննդաբերության ապարատ չի, սեփական հույզեր ունի, զգացմունքներ ունի, կիրք ունի։ Մադամ Բովարին է, էլի գծետը, այսինքն այդ իմաստով Բոդլերն էր, թե չէ, Բոդլերը բանաստեղծ էր, բանը Մադամ Բովարի Սպասի գրեմ, ես էլ եմ մի 2-3 անուն խառնում եմ, հիմա որ խայտարակ չլնեմ։ Ֆլոբեր, հա, Մադամ Բովարին է ու պատկեցա այն մնացած հարուստները, որ տեսնում են Ջուսաբին, ինչ կարգի կփակեն իրանց աղջիկ երեխաների ճանապարհը դեպի կրթություն, որովհետև դե նայում են ասում են, տես կրթության տվին կուր հասավեսի, ինչ ա լինելու մեր հետ, հա, ինչ ա լինելու։ Հերնել գլխինջի Հա, ինչ ա լինելու, ապրես, հերնել գլխինջի, ինչ ա լինելու մեր հետ, էլի, այսքան այդ ու դրա համար է, էլի, ռեակցիան ինչով է լոգիկա, որ այդպես դու մի բան ես անում, բայց մնացածը կասեն տեսար սրան, այս գալո մեզ ինչեր անի, էլի, այսքան այդ ինքը հակառակ բանա բերելու է, էլի, բայց այս նաև կարևոր է բանի համար, որ կանանց էմանսիպացիան ֆեմինիստական շարժումները, նույն հետո սուֆրաժիստ կեքի Անգլիայում, Ֆրանսիայում տարածված սուֆրաժիստ կեքի այդ ընտրական իրավունքի համար պայքարը բանա, իրանք քայլ առ քայլ process-ներ են, վերևից ոչ մանանա չի որ թափի գլխի դու նստած ես ու միանգամից լավ է լինում, էլի։ Չէ, դրանք քայլ առ քայլ process-ներ են, պայքար է, սկզբում անհատների ուսերին, Դուսաբի նման անհատների ուսերին, հետո իրապես ինչ որ գաղափարակիցների, այդ Սիբիլը կլինի, Զապել Եսայանը կլինի, Անահիսը կլինի, մնացածը կլինեն ու տենց քիչ ոնց որ սկսում անհատը, հետո փոքր խումբը, հետո այդ ցանցեր են բանն ու տենց առաջ գնում։ Դրանց ընդհանուր հասարակության տեխնիկական զարգացումը, այսինքն նաև պետքա ոնց որ հաշվի առնենք, որ մի քանի կարևոր գյուտեր ոնց որ հնարավորություն են տվել կանանց ոնց որ չգիտեմ։ Տպագրությունը ամենաառանցքայինը, ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ ժողովրդավարության առանցքի առանցքը էժան տպագրությունն է, որովհետև էժան տպագրության գյուտը նշանակում է, որ դու կարաս շատ մագաղատ չի, որ միլիոներով փող դնես, էլի, կարա շատ էժանով գաղափարներդ ահավոր շատ տպես ու ահավոր շատ տարածես։ Ինչքան տարածես, ոնց է չնի, կոպիտ ասած 100-ի մեջ տարածելը, մեկի 100,000-ի մեջ տարածելը շատ տարբեր բան է, էլի։ Հետո բանն էլ է կարևոր, էլի, հակաբեղմնավորիչները, բժշկության զարգացումը, այն իմաստով, որ կանանց կյանքը իմիջիայլոց շատ կարճ է տևել, էլի, որովհետև մի քանի ծննդաբերությունից մահերը, այո, ծննդաբերությունից մահերը, այո։ Շատ ոնց որ էլի էական դեր են կատարել ու փաստացի եկել հասել է նրան, որ այդ պայքարը մի կողմից ընդհանուր զարգացումը մյուս կողմից բերել են նրան, որ այդ հավասարության թեման արդեն գնացել է լրիվ ուրիշ ուղղություններով, այսինքն հասել է այն этаպին, որ օրինակ եթե չգիտեմ, Տյուսաբը հիմա հայտնվեր, ասենք կմտածեր, թե դրախտ անգել, էլի։ Այդ իմաստով հա, չնայած էլի բաներ կա, որ կատաստրոֆա վատ է, էլի, այդ իմաստով էլի շատ ոնց որ բաներ կա, որ չի փոխվել, էլի։ Հա։ Դե ինչ որ բաներ կա, որ դանդաղա փոխվում, ինչ որ բաներ կա, որ դիմադրություն կա, բացի այդ պատրիարխալ համակարգը նենցա, որ պատրիարխալ գաղափարը նենցա, որ կանայք էլ կարան դրա կրողը լինեն, այսինքն նրանք բիոլոգիապես կարան կին լինեն կամ չգիտեմ, չեզոքսիարի լինեն կամ LGBTQ ինչ որ իրանք կուզեն լինեն, էլի, բայց կարան կրեն պատրիարխալ այդ գաղափարները, այսինքն այդ որ մի ուժի, մի կենտրոնի հովանավորությունը, մեր թագավորը ամեն ինչ անել եւ Միջալից այն օրվա այդ հիշում ես Վազգենի այն վերջին կռուիզը, որ խոսացինք, այդտեղ էլ հետաքրքիր մի հատ բան կար, երեք քննարկում էինք թագի հետ, որ գիտես որ հատվածը, որ այդ աղջիկը մերը օրինակ այդ աղջիկը մերը լավ պատրիարխալ տիպ է։ Չէ, այդ աղջիկը, դες հիմա գնացել է, փախել է, փաստացի դեմ է հելել այդ համակարգին, չգիտեմ, այդ պատրիարխատին բանին, ասել է ես լավ կյանք եմ ուզում ապրեմ, գնացել է այդ լավ կյանք ապրում, բայց ինչ տիպի ինքը կարիք ունի, որ իրան ճանաչեն, որ իրան ընդունեն։ Այո, այ որովհետեւ ինքը էլի այդ բանն է, էլի։ Դե նայ, որովհետեւ դու կարաս դաժե ամենահարուստը լինես, ամենահայտնին լինես, բայց եթե քեզ չեն ընդունում, ոնց որ validation-ը չես ասում։ Հենց այդ բառն է ասում։ Եթե validation-ը ճանաչումն է դա, հայերեն ամենալավ իմաստը ճանաչումն է տալի։ Ճանաչումը ոչ թե իմանալու, ինֆորմացիա ստանալու, այլ ոնց որ ընդունելու իմաստով։ Եթե ճանաչումը չունես, ոչ մի արժեք չունի քովա։ Դրա համար օրինակ հարուստները խեն քաղաքականություն գնում։
կամ հարուստները չէ, միջին խավը, չգիտեմ, դա IT-շնիկները բաները խեն քաղաքականություն գնում։ Արա որովհետև խոսքի կարող է նախարարույց շատ աշխատի, բայց մեխի գլուխ լինի, այսինքն հանրային ոնց որ ճանաչելիության, հայտնիության, ազդեցության կարգավիճակ չունի ժողովուրդ, ես ոնց ինքը կարող խոսքի ուզած այդ նախարարից 3-4 անգամ շատ փող ստանա ամիսը, բայց ստատուս չունի, ընդհանրապես մեխի գլուխ է, ճակերտավոր մեխի գլուխ է, էլի, այսինքն ֆինանսապես կա դա ես вообще ֆինանսապես էլ դժվար չեմ էլի, ես պրոստը մեխի գլուխ եմ։ Я սողակի մեխի գլուխ եմ, դու ֆինանս, այո, ես սողա full մեխի գլուխ եմ։ Այդ լոգիկան կա, այսինքն այդ validation-ը, ճանաչումը, ընդունելը, հայտնի լինելը շատ կարևոր է, էլի, ու շատ կարևոր է, որ ոնց որ հետ չկանգնեն այդ քայլից, դուսաբի պես ոնց որ չվախենան քննադատությունից, անընդհատ առաջ գնան, գրեն, հրապարակության պայքարեն տղամ։ Ի վերջո նաև դու պետք է հիշես, որ ինքը տղամարդ մասկուլին հասարակության մասկուլին միջավայրի մեջ ա եղել։ Ճիշտ է, աղբերը ոնց որ հոգատար է եղել, ամուսինը հոգատար է եղել, կամ այն շրջապատեն սալոններում, որ ինքը հավաքել է, իրան ժամանակի համար բավական առաջադեմ տղամարդիկ են եղել, բայց մեկ է ինքը մասկուլին, հավանաբար ինչ-որ հեգնական հայացքներ են եղել, էլի իրանը, որ դե մեր երեխեն անում է, էլի, կամ ինչ-որ տես բաներ, էլի։ Բայց զուտ այն փաստը, որ ինքը կա, այն փաստը, որ ոնց որ մեր գյուղում են ֆուտբոլ խաղացել, այն փաստը, որ այդ շարժումը մեզ չի բան արել, կողքով չի անցել, այո։ Ու ասում, որ մենակ պոլիսում չէ, նույնը Ես օրինակ sense բաների մասին կարդում եմ, իմանում եմ, միշտ այդ զգացումն եմ ունենում, որ ամեն ինչ կորած չի, այն իմաստով, որ ես կարող եմ շատ բաներով համաձայն չլինեմ, Իրան կամ լիքը մարդկանց հետ ովքեր ինչ-որ բաների համար պայքարում են, ովքեր վերցնում են եվրոպական իդեաները, փորձում են ոնց որ ուղիղ ձևով միանգամից տարածեն ստեղ բան, բայց այն փաստը, որ մեր ազգը չի մեռնում այդ իմաստով, այդ կարևոր բան է, էլի։ Այսինքն ունի ոնց էր խորենացին ոնց էր ասում, թեպետ եւ մենք անցափոքր։ Հա Բայց մեր կողմերը մենակ չէ, ինչ-որ բաներ արել արժանի գրոց հիշատակի։ Շատ նեղ, շատ փոքր պորտալար կա, որ մեզ կապում է աշխարհի հետ։ Այդ կարևոր է, որ սենց մարդիկ այդ պորտալարի պատկերացրի ամեն մեկը մի հատ բջիջ է, մի հատ հատված է, որը մեզ կապում է համաշխարհային կոնտեքստի հետ ու իմաստ է տալիս մեր պետությանը, մեր ազգին, այսինքն մեզ նաև կարգավիճակ կա տալի, որ մենք այդ բանը չենք էլի, ճակերտավոր աբորիգենները չենք էլի, ձեր պատ դուք էլ սպիտակ մարդը չեք էլի, մենք էլ ենք սպիտակ մարդ, մենք էլ ենք այդ ամեն ինչի կրողը, մենք էլ ենք դրա մասնակից եղել ու պետք չի մեզ ոնց որ վերևից նայել ու ասել թե որը որից հետո է, չէ, ախպեր, մենք էլ ենք այդ Այլ հարցը որ ցեղասպանությունը այդ ոնց որ կտրել է այդ պորտալարը ցեղասպանության արդյունքում մենք արևմտյան ոնց որ արևմտային մշակույթի մի ահռելի պլաստ են կորցրել հետո նաև սովետական միության 70 տարիներին ինչն էլ մնացել է լավ ֆիլտրված է մնացել ֆիլտրել են ինչ որ իրանց ձեռա տալիս բայց էլի բայել ինչ որ բաներ բայց հիմնականում ֆիլտրեն ինչ որ ձեռա տալիս հիմա ընդհանրապես հիմա չգիտեմ հիմա այտենց ազատ շուկայական հարաբերությունների դեպքում շատ մի հետաքրքիր չեն էլի այտենց այս թեմաները ոչ պետությանը ոչ չգիտեմ միգուցե ՀԿ-ներին ինչ որ մասնավոր կազմակերպություններին որոնք դրամաշնորհներով այդ թեմատիկաներով են զբաղվում հետաքրքիր լինի բայց պետությանը այտենց շատ բան չի էլի այտենց դե թվով էլի օրինակ ես միշտ այդ բանով ներվայնանում եմ էլի այդ թվերի հետ կապված որ 20%-ը կին է լինի այս բանը լինի դրանք այնքան արհեստական բաներ են Դա եմ ասում, բայց մյուս կողմից դու պետք է հաշվես, որ այդ պոզիտիվ դիսկրիմինացիան կարա արդյունք ունենա, կոպիտ ասած։ Հե, արդյունք ունենա, ես համաձայն եմ։ Իմ ասածը գիտես որն է, օրինակ կին կարա լինի, որ ինքը շատ ավելի պատրիարխալ է։ Այո։ Շատ ոնց որ վատ գյադա է, էլի։ Հրանուշ Հակոբյանը, Հրանուշ Հակոբյանը։ Բայց ինքը զուտ իր բանով, ոնց որ սեռական բանով։ Հրանուշ Հակոբյանը ինչ ես հիշում։ Հա, սեռականությամբ իր, ինքը գրավում է այդ տեղը, չէ՞։ Բայց ինքը ինչ ֆունկցիա է կատարում։ Զուտ կարող է տենց երկարաժամկետ, որ դու տեսնես, որ կարող է կին նախարար լինի, այդ դրական բան ունի, բայց ես կուզեի ավելի առաջ գնայինք, էլի։ Այդ իմաստով առաջ օրինակ ոչ թե բան մարդիկ դրական բան ասեմ ժամանալի կլինի իհարկե ինձ բան ասել բայց շատ դրական կարևոր բան ասեմ որ Փաշինյանը օրինակ կառավարման ոճով ֆեմինիստ ավտոկրատ է ինքը այդ բանը ունի էլի այդ ֆեմինիզմը կա մոտը լավ ուժեղ զարգացած օրինակ ես վերջերս
Այս վերջերս մի հատ որ գնացել էր Իջևան էր գնացի, ուր էր գնացի, այդ Ավուշի մարզը որ գնացել էր այդ իրենց քարոզարշավը անելու, մի հատ կնիկ որ մոտեցի ասել էր 3 հատ տղա ունեմ, չեմ կարող ամուսնացնել, 3 հատ աղջիկ ունես, մեկին տուր ինձ։ Դա պատկաստ մեջ абսուրդ բան է, հաշինը շատ հանգստացած ոնց որ հասուն մարդիկ են, իրանք են որոշելու մետան ամուսնանալ եւ այլն, էլի այդենք այս Տուր որն է, չէ։ Հա դու հիվանդ ես դու ապրանքս չի տամ քեզ էլի այդ բանը կա չէ այս աղջիկա դուր բան սենցել մնացած կա ու կինա ասող էլի ամենաաբսուրդը ո՞րն է ասին կինա որը այդ համարմա որ իր պոտենցիալ հարսը որի պոտենցիալ հարսը որը կարելի է փաշնենի աղջիկը ապրանքա որին կարելի է ուզել այն էլ ասում է տուր այն էլ բայց մարդը ֆեմինիստ է ֆուլ ասում դու հիվանդ ես որ այդպես կամ օրինակ այն որ անընդհատ կանանցա պաշտոնների դնում չէ համարյա թե այդպես բոլոր առանցքային պաշտոններին այդպես իհարկե դա ֆոնային բան է գիտես ոնց է այսքան դե մենակ ինքն է պաշտոնյա հիմա Հայաստանում եթե դրանով վերցնենք հա մնացածը ուղակի բանն են էլ իր իպոստասներն են էլ իր դեմքն են էլ ֆունկցիա են իրանք մնացածը ոչ թե սուբյեկտ են այլ ուղղակի ֆունկցիա են բայց բանով էլի գոնե ոնց ասեմ գոնե գովազդի համար գոնե այտենց ֆասադի համար վատ չի Մոդե իշքան կարելի է տղամարդ թոմիկ չկին լինեն էլի գոնե այտենց ներքին գործերի բանով որ էլի կինա չէ կարծեմ ես ներքին գործերը ներքին գործերի նախարարը ուժայինները բոլորը արտադրության նախարարը դատախազը ՄԻՊ-ը Այսքան է շնորհակալություն մեր սիրելի հետևորդներին, լսողներին, նայողներին, հատկապես շնորհակալություններ մեր պատրոններին մեզ ֆինանսապես աջակցելու համար։ Խնդրում եմ նայեք, կոմենտեք, մի նշան կարաք դնեք ուղղակի, չգիտեմ, կոմենտեք, լայքեք, տարածեք, բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվեք մեր սոցիալական էջերին, սոցիալական ցանցի էջերին հետևեք Հուսով ենք հավանեցիք դուսաբի մասին մեր հաղորդումը, ֆեմինիզմի հայկական սալոնային կյանքի, խոստանում ենք, որ էլի լինելու էս ֆեմինիստական շարքը շարունակելու ենք, հաստատ զապել ես այն նաև մնացածի մասին, ու նաև չենք մոռանում նաև մնացած խոստացված թեմաները, էրոտիկայի սիրո եւ մնացած հարցերը։ Վերջում էդ պետք է ասենք էլի։ Գովազդի նման բան է էլի։ Այո։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։ Հաջողություն ձեզ։ Ապրել, այնպես ապրել։ Դու զգում ես քո ոչնչությունը կանջա։ Գրողը գաղափարների եւ ժամանակների ձևավորողն է։